այս պահին փողոցներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ, փոսերը լցվում են, բայց ահագին ժամանակ քաղաքացիները բողոքում էին, որ շատ վատ վիճակ է քաղաքում, դուք ինչ ահազանգեր եք ստացել։ Նույնը տեսնում ենք, որ մարդիկ իրենց մեքենաները վնասում են եւ քաղաքապետարանը ասում որ փոխհատուցում չեն տալու։ Դա անթույլատրելի է, ասում եմ, եթե իրենց մեղքով է, մեր քաղաքապետարանի մեղքով է, նորմալ պատշաճ ասֆալտ չնայր, պիտի փոխհատուցում տան։ Եվ դրա ընդհանուր լուծումը պիտի անենք ինչ-որ արտասահմանում են անում, քաղաքապետարանը օրինակ ԱՄՆ-ում ունեն շին բարեկարգման բաժին, որ ունի տեխնիկա, որ անմիջական լուծումներ տալիս են միանգամից։ Հիմա մենք պիտի ստեղ սպասենք թենդեր սրանք հայտարարեն, մի ամիս, երկու ամիս, կամ փոսեր են կտրում, մի ամիս, երկու ամիս սպասում են, որ գան ասֆալտը լցնեն։ Այդպես չի լինի, քաղաքապետարանը պիտի լուրջ քայլեր վերցնի եւ ունենա իր բաժինը, իր ասֆալտի պաշարը, որ անմիջական լուծումներ տա։ Ես այդ այսօր առաջարկելու եմ։ Քաղաքացիները նշում էին, որ իրենց մեքենաները վնասվել են, սպասում էին, որ քաղաքապետարանը միգուցե ինչ-որ լուծում տա, փոխհատուցի եւ այլն, սակայն ոնց տեսանք, քաղաքապետարանը հերքում է ամենը եւ նշում, որ իր պատասխանատվությունը չի։ Հա, իրանք կարող են նշեն, բայց մենք ունենք դատարաններ եւ դատարանը պետք է վերջնական որոշումը կայացնի ստե։ Ես հույս ունեմ, որ ժողովուրդը մի մեքենաներ վնասված է, դատի կտան եւ դատը կհաղթեն։ Սա պարզ քաղաքապետարանի թերությունն է եւ ինչ գիտենք Ավինյանի աշխատելը ոչինչ, ԿՊ-ի աշխատելը ոչինչ, իրանք ոչ մի բան նորմալ չեն կարող անել։ Մանկապարտեզներ, ճանապարհ, սպորտ, ոչ մի բան, հա։ Քիչ առաջ Տիգրան Ավինյանը ասաց, որ դպրոցներում մարզադահլիճներ են կառուցվելու ներսում եւ դրսային հատվածներում եւս, բայց դուք կարծես թե դեմ եք այդ տարբերակին եւ ուրիշ տարբերակ եք առաջարկում։ Չէ, իրենք ասացին, որ բացօթյա բասկետբոլի եւ տենիսի դաշտեր են սարքելու Էրեբունի դպրոցում 160 դպրոցում բացօթյա է լինելու, որը ծախսել են $550,000։ Ես ասացի, այդ $550,000 ավելի ողջամիտ կլինի մի սանդվիչ պանելներով մարզասրահ ստեղծել, որտեղ ձմեռը երեխաները կարող են սպորտով զբաղվեն, անձրևի տակ։ Մենք ունենք տարբեր եղանակներ Հայաստանում, սպորտը չի զարգանում, որտեղ 6 ամիս տուն երեխեք նստած են եղանակի պատճառով։ Այդ մոտեցումը սխալ է, մենք բացօթյա սպորտի դաշտերով չեն կարող սպորտը զարգացնել, պիտի 12 ամիս ոնց որ արտասահման են անում, երեխեքը պարապեն։ Դրա համար այդ փողը ավելի լավ է դնեն մարզասրահ ստեղծեն, սանդվիչ պանելներով, որ շատ էժան է լինում, փոխարեն բացօթյա ֆուտբոլի կամ ֆուտբոլը փոխարեն բացօթյա բասկետբոլի եւ տենիսի դաշտ սարքեն։ Գծանշումները փողոցի վերադառնալով այդ թեմային, նույնպես քաղաքային իշխանությունը նշում էր, որ պետք է տաքանա եղանակները եւ նոր սկսեն գծանշումներ անել, փոսերը լցնեն, սակայն ինչպես տեսնում ենք արդեն եղանակը բարելավել է, արդեն տեղումներ չեն լինում շատ, սակայն ոչ մի աշխատանք դեռևս չի տարվում։ Գիտեք, այդ գծանշումները, նույն ասֆալտը, իրանք նույն եղանակի խնդիր են միշտ առաջ բերում, բայց դրանց համար լուծումներ կան։ Նյութեր կա, որ հավելացվես, որ դու սարոսի մեջ կարես սեմենտ անես, ասֆալտ անես, եթե ճիշտ նյութերը օգտագործես։ Իրանք կարող է ծախսը չեն ուզում անեն մի քիչ նյութեր ավելացնեն, ու ժողովրդին այս վատ վիճակում են գտնում։ Դա քաղաքապետարանի պարտականությունն է, ոնց կարելի է գծանշում ժամանակին չանես կամ ասֆալտը չանես։ Իրանք չեն ուզում մի քիչ ավել փող ծախսեն կամ խնայեն կամ ինչ որ կա եւ չեն անում ժամանակին, մեկ էլ չեն կարող մենեջ անեն, տիրապետեն ժամկետները։ Տիգրան Ավինյանը ռադիո Ավրորայի հյուրեր եւ ի թիվս այլ հարցերի քննարկեցին կարմիր գծերի հետ կապված խնդիրները։ Պարոն Ավինյանը ասաց, որ ստեղծվելու է հավելված, որ մարդիկ նախապես տեսնեն որտեղ կայանելու տեղ կա, նոր մոտենան, ինչ Նա այդ կարմիր գծերը, այսինքն իրանց մտածելու ունակության գագաթնակետը, որ գետինի վրա գիծ քաշես թանկ գումար գանձես ու ասես խցանումներ գբարելավի։ Այսինքն այդպեսի անհետեթություն ծաղելի բան աշխարհում չեմ տեսել։ Իրանք այդ կարմիր գծերը իրանք ինքնիրուն որ անժամկետ թույլ են տալիս մարդիկ կանեն, ինքնուրույն խցանում է ստեղծում, որտեղ եթե սահմանափակ ժամանակով դու պարքինգ չես տալիս ժողովրդին, գալիս են առաքիչները, երկրորդ գծում կանում են թարթիչներն են միացում։ Սա աշխարհում սահմանափակ ժամանակով 15 րոպե կամ կես ժամ ժամանակ է։ Մենք էդի առաջարկեցին կարմիր գծերը իրենց տեղեր լինի, որ կես ժամով կանեն ու գնան։ Իրանք բերեն անսահմանափակ ժամանակով տվել են եւ հիմա մեծ մասը գովազդի մեքենաներ են, վարձակալության գովազդի մեքենաներ դե կանած են։ Նույնիսկ եթե 160,000 տաս, չես կարող եւ էլեկտրական մեքենաներ, որ արդեն շատ են բերում, դրանք էլ ձրի են կան։ Այսինքն այդ լեյվ անիմաստը 160,000 մուծես ոչ ոք ամր տեղ չկա, առաքիչներն երկրորդ շարքում թարթիչ է միացում ու խցանում են ստեղծում։
գծերի մասով իրենք կարծես դատական նիստը պարտվել էին եւ պետք է ընդհանրապես վերացնեին կարմիր գծերը։ Հա, իրանք բողոքարկել են երկրորդ եւ երրորդ ադյան գնալու հետ մի 2-3 տարի կարող քաշ քշեն այդպես եւ գիտենք ստեյ դատարաններն էլ սահմանափակ ժամկետ չունեն ամեն ինչը այսպես կարող տարիներ շարունակեն այս է անհետեթությունա որ ուրիշ երկրներում դատարանը նիստը լինում է գնում ես ամեն օր գնում ես մինչև վերջանա չես կարող դնես մի օքի հիվանդա մի տարի հետո վերադարձի կամ 8 ամիս հետո գնում ես ու վերջացնում ես այս երկրում դատարանները անսահմանափակ գնում են այսինքն այդպես բան գոյություն չունի աշխարհում չեն կարող տիրապետեն երկիրը չեն կարող ղեկավարել մարդիկ հա